Հիմա սաղ մեզ ռովին գուտանք այս ժամանակը և տաշնամուրի վրա բիդի ընգերակցի իրենց դիգին Անահիտ Խաչերյան և դիգին Թամարը, Մարալը և Ջենին Ալհոսեն այս կեղեցիկ մեր աշակերտները թորնիկը ծազապելը նա իրենց մեջն է և Մեյբելին թորնիկը մեջն է վստահ եմ դիքին նալգապ Ես դեր կրոչ, այո, շատ ուրախ եմ Mera
բանյա բրդիկներ, ասոնք արեք, այդ պետք կասեք, նավկին արգուզեք դիքի և մեկը որ հրամցն է, հրամեք եք կարիք։ Եթե ժամանակը լավ դիտեի մեծ մամաներ նատողքան, որբեսի միացին նգարվին, բայց կարծեմ բավական ժամանակը անցավ և ուրախ ենք շատ այսպիսի քեղեցիկ ոսկերնիկ լեզվով արտասանություններ, երգեր, սկանչելի էր սիրելիներս, ուղղակի իմ սիրտս հուզված է լալու աստիճան, ես գրին չեմ լար, այս անուշիկ ֆերուն, այո, ելույթին։ Դեր օրհնեց ձեզի Սահակ Մեսրոպ տնօրենուհի, ուսուցիչներ, ուսուցչուհիներ, դեր պաշտպանեց ձեզի իր զորությամբ լեցնեց ձեզի, որպեսզի այս ոսկերնիկ մեր լեզուն և հավատքը կարենանք փոցաբարել և շարունակել մեր այս նոր սերունդի մեջը աղոթենք։ Եկնավոր Հայր, սրտանց քեզի փառք տանք այս քեղեցիկ օրվան համար։ Փառք տանք քեզի մշակույթի ամսվա այսօրվան մեջ մեր քեղեցիկ ցանկություններուն համար, բադանիներուն, երիտասարդներուն համար, փոքրիկներուն համար, որոնք իրենց մադղաշ տարիք են, այդպես արանը գսորվին, հայերեն գարդասանեն, գերքեն, սաղմոսներ գսեն, սուրբ գիրքեն գխոսին, հայերենով մեր քեղեցիկ ոսկերնիկ լեզվով, և աստիգա գբարդինք իրենց ուսուցիչներուն, իրենց դնորենության, այս Սահակ Մեսրոպի վարժարանին, փառք տանք այս դպրոցին համար, գաղութենք ով Տեր քու պաշտպանությանը բարիս վանոր շուրջը, թուն հաջողությամբ բսագեց այս դպրոցը, նոր գարույցը, որ պիտի բադահի Տեր Աստված ամեն մեկ քայլի մեջը թուն մեզի առաջնորդ է, մենք առջև չենք ուզեր երթալ առանց քեզի, և քեզմով մենք զորավոր ենք, մենք հզոր ենք, փառք տանք քեզի Տեր Աստված, որ քու փառիկները պիտի դեղացնես և դեղացուցած ես Սահակ Մեսրոպին վրա։ Շնորհակալ ենք ով Տեր այս գեղեցիկ օրվան համար, որում մեջը մեզի հոզ հավաքեցիր և մեր սրտերը ուրախությամբ լեցուցիր, գաղութենք ով Հայրս, որ մեր պաշտամունքը քեզի ընդունելի ըլլա։ Գաղութենք ով Հայրս Վիգին Մարալին համար, որ ամբողջական ըլլա իր առողջությունը, թուն քո հոգումովդ այցելես մեկ կաթիլ արյունովդ Տեր Հիսուս իրեն ամբողջական բժշկություն տաս։ Շնորհակալ ենք իր բժշկության համար։ Եվ գաղութենք բոլոր քաղցկեղե դարավող մեր սիրելի քույր եղբայրներուն համար, որպեսզի քու հբումովդ այցելես այսօր իրենց և քու հույսդ և լույսդ լեցնես ամեն սրտերու մեջ։ Գաղութենք մեր երկրին համար, անոր պաշտպանության համար, գաղութենք Սուրիայի, Լիբանանի, Միջին Արևելքի, Հայաստանի համար, Հայաստանի բոլոր ժողովրդին համար, նամանավանդ հավատացյալներուն համար, այնտեղը անոր սահմաններուն համար, Տեր Աստված այս մշակույթի ամսվա մեջը թուն իհուր հանես գրագի դաս մեր սերը թեպի հայրենիք, մեր սերը թեպի մեր լեզուն, թեպի մեր մշակույթը, շնորհակալ ենք մեր մշակույթին համար, շնորհակալ ենք ով Տեր, որ թուն այս ասկին մեջը թրածես մեզի, և փառք տանք մեր ցանկություններուն համար, կխնդրենք ով Տեր համալսարանի մեջ, դպրոցներու մեջ և էլեմենտարիներու մեջ ով որ գա աշակերտ հայ, թուն Տեր Աստված մասնավոր իրենց ձեռքեն բռնես, զորացնես և իրենց մեջը զորացնես այս ազգայնական և հոգևոր հոգին։ Հիմա որ քո առջևդ պիտի գնանք այսօրվա պաշտամունքին, պատգամը լսելու, քո առջևդ կբերենք մեր խոսող քույրը,
Ջենիկույր Անտաբյանը եւ Պարկուդան քեզի, որ իրեն օծածես այս բարգևներով եւ գաղաչենք, որ զինքը օծես, օրնես եւ իր բերանը, իր հոգին պատրաստես, որպեսի ինչ բան որ գուզես, որ այսօր լսենք իր միջոցով, լսենք։ Դեր Հիսուս այս բոլորը քո սուրբ եւ պատվական անունով խնդրեցի։ Ամեն։ Ցեզի ծանոթացնեմ Ջենին։ Մեկ երկու։ Ծնած է Բեյրութ, Լիբանան, հաճախած է Շամլի Անթատիկյան, Գերակնորյա վարժարանը, ամուսնացած է Գարո Անտաբյանի հետ եւ մեկ աղջիկ զավակով օրհնված են, ապա քաղցկեղ ունեցած է եւ անգարող եղած է մանուկներ ունենալ։ 2001-ին Հարություն եղբայր Միթիլյանի միջոցով ապաշխարած է եւ դերը գտած է։ Եվ ես գրդամ վգայել սիրելիներ, որ շատ խորունկ հավատացյալ է մեր Ջենի քույրը։ 2007-ին հաստատված է Փասադինա, 2007-ին մինչև 2020 Հովսեփյան վարժարանի ուսուցչուհի էր եւ իր աղջիկը Սերանը իր աշակերտուհին էր, անիգա մարտ 26 2022-ի մեկ երկվարյանի մեջ 20-ամյա Սերան իր կյանքը գործընծուց ինքնաշարժի արգածով։ Իսկ հիմա անշատ սիրված է հայերենի ուսուցչուհի է Սահակ Մեսրոբի մեջ, հայ քրիստոնյա վարժարանի մեջ, մենք զինքը շահեցանք սիրելիներ եւ ուր աշակերտներուն որպես իր սեփական զավակները գտածի արագե սիրով հայերենի եւ հավատքի մեջ։ Միակ փապակն է Աստծո սերը բաժնեկցիլ աշակերտներուն հետ ու համբերությունով վազե իր արչև թրված ընթացքը սիրելիներ ուրախությամբ եւ տապահարությամբ հրավիրենք Փեմ Ջենիկույր Անտաբյանը մեր սիրելի եւ Հարելի սիրելիներ, Ջերեր Քրիստոսով Անսուտո պարպուդամ նախ, որ մեր նոր սերունդ դագավին գպայլի, դագավին վահած է իր լեզուն և ինչ-որ այսօր համտեսը, որ թուք վգայեցիք, բզդիկ մասունք մն է, որ ինչքան հարուստ է մեր մշագույթը, իսկապես։ Շնորհակալ եմ Տիկին Սովսի։ Պիտի սկսի մաղոտքով։ Հարավորյալ երկնավոր հայր, շատ շնորհակալ եմ բոլոր բարիքներուդ համար։ Գիտեմ, որ մենք արժանի չենք անոնց, բայց կվստահենք քու կամքիդ եւ ողորմությանդ։ Շնորհակալ եմ, որ այսպեսի սերունդ մտագավին գրցանք հայ բահել։ Գաղութեմ իրենց համար մեր ցակուկներուն համար, որ բահես քու հովանի տակ եւ շարունակվին գոչվի քու զավակներդ իրենց հավատքի մեջ։ Որքան շնորհակալ եմ, որ ես կպատկանեմ հայ ազգին, որ թարեր շարունակ պայքարած է, որ իր հայություն եւ քրիստոնեությունը բահե։ Գաղութեմ, որ շարունակես մեզի դեր դառնալ, այս դժվար աշխարհի մեջ, մեր սերունդին դեր դառնալ, որ մտագավին կպայքարին, որ բահեն իրենց հավատքը եւ լեզուն։ Գաղութեմ դուր մեզի իմաստությունը, որպեսզի կարենանք մենք իրենց դաստիարակենք շիդակ քու սիրած ուղիներուդ մեջ, որպեսզի մնան քու զավակներդ։ Կխնդրեմ այսօրվա պատգամը ըլլա քու փառքիդ համար, օրհնություն եւ լույս բոլոր ներկաներուն։ Հիսուսի անունով կխնդրեմ։ Ամեն։ Այսօրվա մեր նյութը մշակույթ եւ լեզու։ Ինչպես նաեւ բոլոր հոկտեմբեր ամսվան նյութն է, մշակույթ եւ լեզու։ Եթե կոմարենք հետևյալները։ Հարուստ մշակույթ, բնիկ լեզու, հին պատմություն եւ ամուր հավատք, գունենանք հավասար է հայ։ Հայումը ինքնությունը ինչքան զարնափելված է այս բոլոր հատվածներով,
քանի որ անբաժանելի մաս մը կգազմեն իր հատուկ անձնավորութենեն, եւ մեկս մյուսը կլրացնե։ Ոչ մեկ հայ չի գնար ըսել, թե ինք անցյալի պատմությունը չունի իր մեծահայրերեն մնացած կամ լսած։ Ոչ էլ գնա ուրանալ հավատքը եւ կամ մոռնալ իր մայրենի լեզուն։ Այո, թեպետև մեր պատմությունը եղած է փապականին ալեկոծ ու թարմ, սակայն մեր նախահայրերը վճռականորեն պահպանած են ու դեր դարձած մեր լեզվին ու հավատքին։ Այդ մեծ բարդականությունը այսօր մեր ուսերուն վրա է։ Մեր այլ փորձն է զանոն փոխանցել այսօրվան եւ հարաճիգա սերունդներուն։ Հայ մշակույթը ունի իր առանձնահատուկ ոճը, սովորությունները, օրենքները, վարժությունները, ավանդություններն ու արժեքները, որոնք բոլորը կսադարեն հայումը ինքնության եւ էության։ Ոչ մեկ ազգի մեջ չի գտնվիր այդ խանդավառ ոգին ու պատկանելիության սերը իր ազգին հանդեպ, ինչպես հայումը մեջ։ Մեր մշակույթին մեծ մասը կգազմե մեր հայերեն լեզուն։ Հանճարեղ ու նոր հայ գրականության հիմնադիրներեն Խաչատուր Աբովյանը գսե. Ախ լեզուն, լեզուն, լեզուն որ չլնի, մարդ ինչի նման գլնի։ Մեկ ազգի վահողը, իրար միացնողը, լեզունա ու հավատը։ Լեզուտ փոխիր, հավատքդ կուրացիր, էլ ինչով գարես ասել, թե որ ազգից ես։ Ցեզ եմ ասում, ցեզ հայոց նորահաս երիտասարդ, ցեր անումին մեռնիմ, ցեր արևին ղուրբան, դասը լեզու սորվեցեք, ցեր լեզուն, ցեր հավատը գային բռնեցեք։ Իսկապես որ ամուր պետք է բռնենք, քանի լեզուն անբաժանելի անդամ մնե հայ ինքնության եւ ազգային պատկանելիության։ Հոս պետք է հարկ է հիշել եւ քնահատել, թե ինչքան քաջալերելի են բոլոր այն ծնողները, որոնք ջիկ ու ծախս չեն խնայել եւ իրենց զավակները կղրկեն հայկական ամենօրյա վարժարաններ։ Թեպետև չափազանց սուղ են այս օրերուս, սակայն գարժե, որ երեխան ստանա հայեցի դաստիարակություն եւ արիթ ունենա մոդեն ճանչնալու եւ ստեղծելու իր նախահայրերուն հարուստ պատմությունը, որ ծնունդ արած է Նոյի իսկ սերունդեն։ Երբեմն աշակերտներս կզարմանան, երբ որ ասեմ մեր պատմությունը յետև կերտա մինչև Նոյ։ Հայք նահավեդեն, որ չխոնարելով փելի չաստվածներուն, նախընտրեց հերանալ Պապելոնել, աստվածադուր իր մայրենի հայերենով, վկայելով, թե ինք ճշմարիտ Աստծուն կպաշտե։ Առանձնաշնորհում է եւ քանց հայերեն բնիկ լեզուն, որ հին թարերեն եկած է, սկսած Պապելոնել։ Մենք հբարդ ենք, որ հայք նահավեդի նախաձեռնությամբ գրցանք ձերբազատվիլ փելի ստրգութենեն եւ չաստվածային արարքներեն։ Փառք ու դանգաստուծո, որ Պապելոն աշտարակի լեզուներու խառնաշփոթեն ծնունդ արած է մեր ոսկեղնիկ հայերենը։ Թարեր շարունակ սակայն հայերենը մնացած է խոսակցական լեզումը միայն։ Մինչև Քրիստոսը ետ 5-րդ դարու սկիզբը հայկական եկեղեցիեն ներս ավետարանը կգարթացվեր հունարենով եւ ասորերենով։ Այդ երևույթը խոր ցավ կպատճառեր փոքրիկն Մեսրոպ Մաշտոցին, երբ ան հաջող իր հոր կընկերակցեր եկեղեցի։ Փոքր դարիքեն անփափակը ուներ իր աստուծույն հետ կապվելու, հաղորդակցելու իր փնիկ մայրենի լեզվով, հայերենով։ Հայերեն այդուփնիկյուդը գթարնա Մեսրոպի երազն ու դեսլատանը։ Երբ մարդ արարած իր ուժն ու միտքը տնե այն գործին, որուն ընդմեջ են Աստված պիտի փառաբանվի, այդ գործը անպայման հաջողությունով կվստակվի։ Քանի որ ամենաբարձրյալին Հովանիին տակ եղողը ամենակարողին հովանավորությանը տակ կհանգչի, ու Աստված գլլա իր ապավենը։ Ամեն։ Արդարև սիրելիներ, Աստված գոքնե, երբ մարդ իր դաղանքները կնվիրե Աստծո նպատակը հարաճ տանելու գործի մեջ։ Հոն անձնական շահեր չկային, երբ Մեսրոպ այդ տեսլականը ունեցավ։ Անոր միակ նպատակն էր Աստծո խոսքը հայերենով ըլլար, որովհետեւ հասանելի ըլլար բոլորին։ Եվ ահավասի փաստը աներ, որ առաջին գիրքը, որ հայերենի թարգմանվեցավ, Սուրբ Գիրքն էր, Աստվածաշունչը։ Աստվածաշունչը այնքան գեղեցիկ ու ընդդիր ձևով թարգմանվեցավ,
որ հետակային գոչվեցավ թակուհի թարգմանությանց։ Իսկ 5-րդ թարն ալ գոչվեցավ ոսկե թար իբադիվ հայերեն քիրերու քյդին։ Իսկ առաջին հայերենով գրված նախատասությունը եղավ, ինչպես դիգին Սոսինա լսավ, ճանաչել զիմաստություն եւ սխրատ, իմանալ ըսվանս հանճարով, որ առնված է Արագած 1:2-ն, եւ որ գրված է այն նպատակով, որ մարդը սորվի իմաստությունը, խրատն ու հանճարը, որբեսի դաստիարակվի եւ ուղղվի դեպի Աստված։ Հիրավի որ Աստված կգործե արեղծվածային ձևերով, այսինքն God works in mysterious ways։ Իր ալգամքներ, որ հայ ունենա իր սեփական լեզուն, որովհետև անով դարձյալ ինք Աստված պիտի փարապանվեր, ու իր խոսքը պիտի սփռվեր ու տարածվեր։ Երբ 4-րդ թարուն սկիզբը հայերը քրիստոնեությունը ասկովին որդեգրեցին իբր վեդական գրոնք, մեր առաջին հայերենով գրված գիրքերը ունեին հոգևոր բնույթ եւ ադալ հարստություն է։ Հայերեն քիրերու քյութը մեծապես օժանդակած էր քրիստոնեության տարածումին եւ ամրապնդումին։ Ուրեմն հայերը կարևոր թեր ունեցած են Աստծո սուրբ գործը հարաճ տանելու մեջ։ Իսկ այդ սուրբ գործը թյուրին չէր, երբ հայկական լեռնաշխարհը շրջապատված էր հեթանոս կամ ոչ քրիստոնյա ժողովուրդներով։ Եվ այդ ալ եղած է պատճառը թարեր շարունակ, որ թշնամին, այսինքն սատանան, մեզ հալածանքներու եթարգե եւ հիմնովին ոչնչացնել փորձե։ Սակայն փառք Տիրոջ, որ հայը մնացած է ամուր իր հավատքի մեջ եւ հավատարիմ գաբը բահած է իր Աստուծոյին հետ։ Քրիստոնեական սկզբունքներով եւ հոգեվոր արժեքներով գրված առաջին հայերեն գրություններն ու մատյանները փաստ են, թե հայ քիրերու քյութը աստվածադուր է։ Անգլիացի աշխարհահռչակ բանաստեղծ ու գրող Լորդ Բայրոն վկայած է, թե հայերենը եղած է աստվածային հաղորդակցության լեզունով։ Լորդ Բայրոն հայկական մշակույթի վրա հիացած գրաքետ բանաստեղծ մներ 1816-ի դեկտեմբեր 2-ին ժամանած էր Վենեդիգի Մխիթարյան բանկը հայոց լեզուն ուսումնասիրելու համար։ Սուրբ Ղազար Դեղզիին բանկին բանահայերենուն օգնությամբ անմոդեն ծանոթացած էր հայկական ցերակիրներուն եւ մեծ հիասմունքով խոսած է հայկական մշակույթի մասին։ Բայրոն կհաստատե ըսելով. Ես սորվեցա հայերու լեզուն, որովհետեւ հասկանամ, թե ինչպես եւ ինչ լեզվով կխոսեին աստվածները։ Քանի որ հայոց լեզուն աստվածներու լեզուն է, իսկ Հայաստանը աստվածներու հայրենիքը, իսկ աստվածները գուքային Արարատյան լեռնաշխարհեն։ Աշխարհի վրա չկա երկիրը, որ լեցուն ըլլա այնքան հրաշալիքներով, որքան հայերուն երկիրը։ Իսկ եթե Սուրբ Գիրքը ճիշտ մեկնաբանվի, ապա դրախտը կգտնվի հոն Հայաստան։ Այս իր խոսքն է։ Բայրոն տեսած է, որ հայերենը շատ հին լեզուն է եւ ունեցած է հարուստ մատենագրություն։ Ան նկատած է լեզվաբանական սրբությունը զայն համեմատելով լատիներենին եւ հին հունարենին հետ։ Ան նշած է, որ հայերենը ունի առանձնահատուկ գեղեցկություն, մաքրություն եւ ուժ։ Փաստորեն Բայրոն եզրափակ է ըսելով Աստուծո հետ խոսելու լեզուն հայերենն է։ Եկեք միասնապար հաստատենք Լորդ Բայրոնի խոսքը, մտաբերելով մի քանի հայ հին բանաստեղծներ, որոնց բանաստեղծական փորձի հիմքն ու կենտրոնացումը եղած են Աստուծո փառաբանությունն ու հոգևոր երևույթները։ Հին ժամանակներում բազմաթիվ բանաստեղծներ գրած են Աստուծո հավատքի եւ հոգևոր կյանքի մասին։ Անոնք հաճախ օգտագործած են բանաստեղծությունը իրենց հավատքն ու փիլիսոփայական միտքերը արտահայտելու համար։ Հիմա հոս պիտի ներկայացնեմ մի քանի նշանավոր հին բանաստեղծներ, որոնց գործերուն մեջ կարելի է տեսնել աստվածաշնչային կամ հոգևոր թեմաներ։ Հոստագայն պետք է անպայման հիշվի, թե Դավիթ թագավորն էր առաջին ու մեծագույն բանաստեղծը, որոն գրություններուն մեծ մասը Աստծո նվիրված փառաբանական երգերային կամ ցոներ։ Իսկ ի՞նչն է արդյոք Աստծո ամենահաճելի բանը, եթե ոչ զինք պատվող ու փառաբանող երգեր կամ խոսքեր։ Սիրելիներ, հրաշքներ գործող մեծագույն աղոթքը փառաբանության աղոթքն է, որուն Աստված կհաճի։ Ես իմ անձնական փորձառութենս ալ կսեմ։
Միայն եթե փարապանենք ամենը Աստծո, մնացած ամեն կդրվի մեզի։ Միան Աստված անոր գարով է։ Մենք պետք է զին փարապանենք, կգարձեմ, որ անոր համար մեզի աշխարհերալ է։ Միայն այդ գործը պետք է անենք։ Դավիթ մարգարեի կամ թագավորի Սամոսարանը Աստվածաշնչյան այն գիրքն է, ուր բանաստեղծական ձևով արտահայտված են Աստծո ուղղված կողապանություն, աղոթք, փարապանություն եւ հոգեվոր պայքարներ։ Դավիթի սաղմոսները կհամարվին հիասքանչ օրինակ հոգեվոր բանաստեղծության։ Հիմա եկեք բդույթ մանենք դեպի մեր անցյալը, որ տեսնենք, թե մեր հայ բանաստեղծները ինչ հոգեվոր կանցեր ու ժառանգություն թողած են մեր մշակույթին մեջ։ Նախ սկսեմ Մովսես Խորենացիով, 5-րդ դարու հայոց պատմիչը։ Հիմնական գործն է հայոց պատմությունը, սակայն իրեն կվերագրվի նաև շարք մշարականներ, հոգևոր, խոսքեր եւ աղոթքներ։ Խորենացին քրական ոճը հայտնի է որպես խորիմաստ եւ չափազանց գեղեցիկ լեզվով գրված։ Անոր պատմությունը գրեթե բանաստեղծական կառուցված ունի, անհաճախ կանդրադառնա Աստծո քրիստոնեական հավատքին եւ աստվածաշնչյան գաղափարներուն։ Մովսես Խորենացին անունը շատերուն հայտնի է հիմնականորեն որպես պատմիչ, բայց անկրած է հոգևոր, փիլիսոփայական եւ բանաստեղծական ձևով պատկաններ։ Երկրորդ Եզնիկ Կողբացին, 5-րդ դար։ Թեև անոր գործերը ոչ այնքան բանաստեղծական են, սակայն կգրեն հոգևոր խորիմաստ բնույթ, ընդեմ հեթանոսության եւ փիլիսոփայական ուղղություններուն։ Իսկ երրորդ եւ ամենակարևորը Գրիգոր Նարեգացին, 10-րդ դար։ Հիմնական գործն է մատյան ողբերգությանը, քրափար լեզվով գրված։ Հոն նկարագրված է խոր հոգևոր երկխոսություն մարդուն եւ Աստծո միջև, լեցուն մեղքի գիտակցության, աղոթքով եւ ապաշխարության։ Նարեգացին կհամարվի հայ միջնադարյան գրոնական բանաստեղծության գագաթնագետը։ Սիրելիներ, դուք ուր եւ որ ազգի մեջ արդյոք կգտնեք շատ այսքան կարևոր բանաստեղծներ, որոնց տեսլական նպատակը եղած է միայն Աստված փարապանել։ Միայն հայերուն մեջ կարծեմ։ Հոս ուզեմ կանք առնել եւ անդրադառնալ նաեւ երրորդ դարու քրիստոնյա սրբագոչյալ ու հեղինակ Կիբրիանոս Անդիոքցիի եւ իր գրած սկանչելի բահմանության աղոթքին, որ անձնապես ինձի համար հրաշագործ աղերսմն էր։ Այբուբենի շարքով գրված Աստուծո նվիրված փարապանության աղոթքն է։ Ես ասկիրքը շատ սիրած եմ Կիբրիանոսի եւ ասկի առաջ վկայած եմ ասպեմին վրայեն, որ աս քիրքով ես հրաշք տեսած եմ Աստուծո, որը միան փարապանական բաժինը կգարտայի։ Այբուբենեն մինչև օֆե ամեն մեկ դարով Աստուծո փարապանական խոսքն ասած է։ Բիդի ցեզի շարք մգարտամ ամենը չէ, բայց ամեն մեկ դարով քոնե երկու խոսք ածական։ Այբ Անսկիզբն Աստված, ամենասուրբ, արարիչ, փեն, փարիքուտ Աստված, փարի, քիմ, քերակույն Աստված, քովյալ, թադավոր Աստված, թրախտ, եջ, երորդություն Աստված, երկնավոր, զորեղ Աստված, զարհուրելի, էություն Աստված, էյական, ընդրյալներուն Աստված, ընկեր, թագավորած Աստված, թողիչ մեղած, ժառանգություն Աստված, ժամանող Աստված, ի բարձունս Աստված, իշխող Աստված, լույս Աստված, լսող Աստված, խաղաղարար Աստված, խորուրդ Աստված, ձայրակույն Աստված, ձարայից դեր Աստված, գադարյալ Աստված, գուրիած լուսադու Աստված, հայր Աստված, հոգիսուրբ Աստված, ցայն Աստված, ցերնդու Աստված, ղեկավար Աստված, ղամբար Աստված, ճշմարիտ Աստված, ճանապարհ գնաց, մեծաբադիվ Աստված, մեղավորած թարց Աստված, հավիտյան Աստված, հայտնություն Աստված, նորահրաշ Աստված, նեղելոց լույս Աստված, շնորհադու Աստված, շավիղ Աստված, ողորմած Աստված, ուղիղ Աստված, չարահաղթ Աստված, չարադյաց Աստված, բահաբան Աստված, բադվական Աստված, չահ Աստված, չան Աստված, ռահվիրա Աստված, ռեդին քաղցր,
Սուրբ Աստված, սեր Աստված, վեհ Աստված, վայելչություն Աստված, դյուն, դեր Աստված, դեսող Աստված, ռապուն Աստված, ռապունաբեդ Աստված, ցո, ծնծություն Աստված, ցավոց բժիշկ Աստված, փյուր, փարավորյալ Աստված, փրկիչ Աստված, քավիչ Աստված, քննող Աստված, օրնյալ Աստված, օրենք Աստված, եւ ֆեն չի գալ Գիբրիանոսի մեջ փորձեցի փարմը գտնել, գիտեք նոր հայերեն քիչ մխարն է օդար լեզուներով, ուրեմն ֆիդել Աստված, հավատարիմ Աստված, այսինչ սկանչելի աղոթքն է, իսկապես, եւ արժանի Աստված այդ փարապանության, եւ ավելին։ Դատավին ունենք ներսես շնորհալին, որ իր մեծ գործունեությամբ մեծ դեր խաղացած է հայ միջնադարյան հոգևոր մշակութային վերածնունդի գործի մեջ։ Սիրելիներ, շարքը երկար է, ու մեր մշակույթը հարստացնողը այս բոլորն են։ Մենք հբարդ ենք մեր հայերեն լեզվով, եւ ինչքան երախտաբարդ ենք, որ մեր նախնիները զայն բահած են սուրբ ու անարատ, Աստծո նվադակներուն համար։ Սակայն աշխարհի վրա կան նաեւ ուրիշ լեզուներ, որոնք նույն գործը կկատարեն։ Եվ նաեւ կան ցավոք սրտի լեզուներ, որոնք Աստծո խոսքը գաղափաղեն ու գործը կավրեն։ Այսօր մեր աշխարհի մեջ ամենեն գործածված լեզուն եւ միջազգային լեզուն անգլերենն է։ International language դարձած է անգլերենը։ Բայց եւ անբես ամենեն բղծված լեզուներեն մեկն է։ Շատ կներեք հիմա դիտեք անգլերենը վարկզարնեմ, բայց դուք բոլորդ գիտեք, որ մեր նոր սերունդը սխալ բարեր շատ կգործածեն եւ անգլերենի մեջ իրենց լեզուն շատ արագ կվիրիբի եւ այդ խոսքերը կգործածեն։ Ամերիկացի խոսակցականի մեջ երկրորդ բարին երրորդը հայոյանք է։ Ճիշտ է, չէ՞։ Անգլերենի մեջ անգլիսի երկեր կան, չեմ գիտեր եթե դեղյակ եք, որ լրիվ հայոյանք են, լրիվ, բարեր չկան մեջը։ Եվ մեր բադանիները եւ դասարտները մտիկ կնեն ու թեթևի առնելով կզվարճանան, չեն հասկանալ որքան ցավ կպատճառի այդ Աստծո։ Փաստորեն սատանան կգործե տարբեր ձևերով, որովհետեւ մոլորե մեր նոր սերունդը։ Սիրելի ծնողներ, դուք շատ զգուշ պետք է ելաք, թե ձեր երեխաները ինչ տեսակ երաժշտություն մտիկ կնեն։ Շատ մոդեն պետք է հետապնդեք զանում։ Քաչալերեցեք անոնց, որ հայ դասական երաժշտություն սորվին ու մտիկ կնեն։ Իսկապես ադի հոգին կմեղմացնե։ Եկեք այսօր երբ հարցանենք մեր նոր սերունդը թեպի մեր արմատները, թեպի հայերենը, թեպի մեր նուրբ ու մաքուր լեզուն, Աստուծո լեզուն։ Գործը մեծ է, դժվար է, բայց ջիկ պիտի թափենք կրծած մշճապ, որտեղ եթե մեկ սերունդ կորսվի, այլ հայություն չմնար։ Աստված սեր է ու հոգի, եւ անոր բաշխողները հոգվով կբաշխեն զինք։ Եկեք քաչելերենք մեր երեխաներուն, որ հայերեն աղոթեն ու խոսին Աստծո հետ հայերեն։ Թող իրենց հոգին հայերենով արտահայտվի ու ըսկա, քանի հայերենը իր հետ կշալգե հին պատմություն, ամուր հավատք եւ քաղցր լեզու։ Ասոնք են, որ հիմնեն մեր հայ մշակույթը, սակայն ասոնց կարևորագույնը լեզուն է։ Հոս հարց մտածակի, իմ մտքից մեջ, քանի որ ես շատ հետաքրքրված եմ Աստծո արքայությամբ եւ կսպասեմ անհամբեր։ Արդյոք երբեք մտածած եք, թե հայն ժամ մեր Տեր Հիսուս Քրիստոսը կա իր թագավորությունը հիմնելու, թե ամբողջ մարդկությունը ինչ լեզվով պիտի խոսի։ Մտածած եք։ Այդ հրաշալի օրը երբ կա, որ լեզուն գարթարացնե դիրոջ բարի նպատակները։ Հայերեն։ Որ լեզուն արժանի է ու ճշմարիտ, որ բոլոր ազգերը գործած են։ Հայերեն աստվածային լեզու։ Հայերենը։ Ես ոչ կսեմ։ Արքայության մեջ պիտի ունենանք նոր լեզումը, որն է սիրո լեզուն։ Որտեղ Աստված սեր է։ Հավիտենականության մեջ մեկ լեզու պիտի ունենանք, անալվիդը լա Աստծո, հասկանալի եւ հասանելի լեզուն, որն է սերը։
Մենք ունենք սկանչելի ուսուցիչը, որ մեզ փոխանցեց այդ սիրո լեզուն իր հորմեն արած, ու մեզ տված, անոր անունն է Տեր Հիսուս Քրիստոս։ Անոր հետևորդները գոչվեցան Աստուծո որդիներ, որովհետև իրենք օգտագործեցին նույն սիրո լեզուն իրարու հանդեպ եւ իրենց շրջապատին ուսուցման մեջ սեր կփոխեր։ Բողոս Արաքյալ իր նամակներեն մեկում մեջ առաջին Կորինթացիս 13-ի մեջ կգրե. Եթե մարդոց եւ հրեշտակած լեզուներով խոսիմ եւ սեր չունենամ, եղած եմ բղնցիա հնչյուն կամ ծնծղաղողանջ, արդեն մի դաստվիմ։ Եթե մարգերեություն ունենամ եւ գիտնամ ամեն խորհուրդ եւ ամեն գիտություն, եւ եթե ունենամ բոլոր հավատքը, նույնիսկ լերներ տեղափոխելու, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ։ Եթե իմ բոլոր ունեցվածքս բաժանեմ աղքատներուն եւ մարմինս մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչինչ կշահիմ։ Սերը համբերող է, բարի է, սերը չի նախանցիր, սերը չի գորոզանար, չի հվարդանար, չի վարվիր անպատշաճ, չի փնտրել իրենը, չի բարգանար, չի վահեր, չարի հիշողություն, չուրախանար անիրողության վրա, այլ ուրախանա ճշմարտության, ամեն բան կդանի, ամեն բան կհավատա, ամեն բանի հույսով կապրի, ամեն բանի կհամբերե, սերը երբեք չի վերջանար։ Արդարև, սիրո լեզուն է, որ պիտի դիրաբերե հավիտենականության մեջ։ Իսկ երկրորդ հարցումը, թե որ ազգը պիտի ժառանգե ու անցնի հավիտենականության։ Գարթանք հայտնություն 7:9-10, ուր կվգայ է։ Անգե ետ կտեսա եւ ահա մեծ բազմություն մգար, որ ոչ մեկը կգրնար համրել, բոլոր ազգերեն, բոլոր տոհմերեն, ժողովուրդներեն ու լեզուներեն։ Անոնք կայնած էին քահին արջև եւ քարմուկին արջև, հագած ջերմակ բարեկոնդներ ու արմավենիներ բռնած իրենց ձեռքերու մեջ եւ բարձրացային դաղաղագեին։ Փրկությունը մեր Աստծունն է, որ կփազնի քահին վրա եւ նաեւ քարմուկինը։ Ամեն։ Սիրելիներ, մենք բոլորս օրնված ենք, որ հայտնած ենք, սակայն մեր իսկական քաղաքացիությունը երկինքի արքայությունն է եւ մեր լեզուն սերը։ Այո, զգանչելի, շատ շնորհակալ ենք, Դիգին Ջենի, մեզ ալուզեցիր։ Հայերենը ասվածներու լեզու է, քեղեցիկ լեզու է, սակայն շատ դժվար է անիկա պահել հոս, այնպես որ դերը մեզի դա, որպես մեծ մամաներ, որ կարողանանք հսկել մեր ցանկություններուն վրա, որպեսզի իրենց լեզուն, իրենց մշակույթը վեր պահեն եւ կարողանան այդ սիրո լեզուն սորվել, որ երկինք պիտի տանի մեզի։ Դար բոլոր ազգերը, բոլոր լեզուները, ժողովուրդներ պիտի ըլլան, միլիարավոր, որոնք Աստված պիտի փարապանեն երկինքը, երբ որ բոլորս հոն հասնենք։ Դիգին Ջենի այդ եզնիկ գողբացին էր այբուպենը, որ գարթացիր Գիբրիանոսին։ Կարելի է անգե օրինակ մտած, որպեսի բազմապատկենք եւ մեր բոլոր քույրերուն բաժնենք, շատ քեղեցիկ աղոտ մնե, կարժե մեր աղոտները առօրյա աղոտներուն մեջը զայնալ ունենալ։ Այնպես որ սիրելիներ, ինչ քեղեցիկ բան է Հիսուսի հետևելը, որովհետև անոր մեջն է իսկական սերը, առաջին Կորինթացիս 13-ի մեջ, ինչպես որ կարդացինք։ Կհրավիրեմ Արփի քույրը, որ վերջին երկով եւ Ջենի քույրն ետք անգե հետո իր աղոթքովը ամբողջացնեն մեր այսօրվա քեղեցիկ մշակույթի նվիրված պաշտամունքը հրամ։
Կարևորյալ երկնային հայր, շատ շնորհակալ եմ, որ մեզի ծանոթացուցիր քո մեծ սիրույթ, մեծ է քո սերդ, ու մեզ համար անհասկանալի։ Կխնդրեմ, որ օգնես մեզի հասկանանք եւ կարենանք դիվայելել եւ բաժնեկցիլ բոլորի հետ, թեկուզ մեր ծևերով ինչպես որ կրնանք։ Խնդրեմ բահես իմաստս հայ, արթնցնես իրենց մեջ սերը քո հանդեպ եւ դառնան իրենց արմատներուն, որ քեզ կփարապանեին ժամանակին, ինչպես բանաստեղծները քո համար բանաստեղծությունները ստեղծած են քո սերը փարապանությունը հայտնելու, խնդրեմ իմաստս արթնցուր, որ դառնան իրենց արմատներուն եւ ճանչնման, որ իրենք առաջին քրիստոնյա ազգ եղան եւ ինչու համար եղան, քեզի ծառայելու համար։ Խնդրեմ գաղութեմ դեր ու բավան դառնաս սերունդին, որոնց դժվար աշխարհի մեջ կբայքարին իրենց հավատքը բահելու համար։ Խնդրեմ Սուրբ Հոգիդ ղրգես մեր դպրոցներս, մեր մեջ, մեր ընտանիքներում մեջ, մեր բարեկամներում մեջ եւ Հիսուսի խաղաղությունը թող դիրե մեր դուներում մեջ, որ անհասկանալի խաղաղություն հնե, այս աշխարհը չի հասկանալ այդ խաղաղությունը, բայց մենք կհասկանանք ով դեր, գուզենք ու ներկայությունը մեր մեջ լա միշտ ու Սուրբ Հոգիովդ մեզ խաղաղություն ղրգես, սեր ղրգե, մեր սերը մեր սրտերում մեջ մեծ սուր, որովհետեւ ամեն մարդու սխալը կոչենք մեր աչքերը չջեսնենք, արսեր սերով կարենանք իրենց ընդունել մեր կյանքերում մեջ, քանի որ թուն սեր ես եւ մենք ուզենք քեզ նմանիլ։ Հիսուսի անունով կխնդրեմ, ամեն։ Ամեն։